Փառք Աստծուն, սիրելի եկեղեցի, շատ հրաշալի օր է, որովհետև Տերը մեզ այցելեց։ Ամեն։ Ամեն, երկրի վրա այնքան կարևոր են այս պահերը, սիրելիներ, իրոք սա շատ թանկարժեք եւ թանկագին պահեր են։ Եվ գիտեք, մեր բոլորիս հովիվների, մեր ծառայողներիս փափագն է, որ ամբողջ եկեղեցով մենք իրականում միանանք ու երկրպագության ու փառաբանության մեջ մտնենք նոր սրահներ, մտնենք նոր ջրերի մեջ, մտնենք նոր էջերի մեջ։ Գիտեք, մենք պիտի սովորենք կպնել երկնքին։ Իրականում երկնքում անդադար երկրպագություն է գնում, անդադար փառաբանություն է գնում, անդադար խոնարհում է գնում, Աստծո փառքը տարածվում է, Աստծո գեղեցկությունը երևում է, Աստծո փայլը բոլորին լուսավորում է, եւ մենք երբ որ միանում ենք երկնքին, գիտեք, մեր սրտերը լցվում է։ Լցվում այն ամեն ինչով, ինչը երկնքում է, սրբությամբ, ուրախությամբ, խաղաղությամբ, սիրով։ Գիտես, եթե դու ուշադրություն դարձնես, քո խաղաղ պահերը Աստծո հետ հանդիպման ժամանակ են, սիրելիներ։ Աստծո հետ հանդիպման։ Սմիթ Վիգլսվորդին հարցնում են, ասում են, իսկ դուք երբ եք հանգստանում։ Ասում եմ, ես հանգստանում եմ այն ժամանակ, երբ որ ես աղոթքի մեջ եմ, այսինքն Աստծո հետ հանդիպման, երկրպագության մեջ ենք, փառաբանության։ Ասում եմ, մնացած ժամանակը ես ստիպված եմ հակառակվել սատանային։ Փառք Տիրոջը, սա այսպես մեր երկրպագության ու փառաբանության այս կարևոր ու թանկ պահի համար, գիտեք, այս պահերը հաճախ լինում են եւ դա Աստծուց տված պարգև է, գնահատենք ու հասկանանք ինչ է անում ծառայողը այստեղ, ինչ է կատարվում եւ միանանք, ամեն, վստահեցնում եմ քեզ, ամեն անգամ երբ որ դու կմիանաս, քո սիրտը կփոխվի, դու կձևավորվես, դու կնորոգվես, դու նույնը չես մնա։ Հալելույա։ Այսօր, սիրելիներս, շատ կարևոր մի թեմա կա, վստահ եմ, շատ անգամ լսել ես, կարդացել ես, խորհել ես սրա մասին, բայց մտածում եմ, էլի տեղ կա խորհելու ու խոսելու եւ վստահ եմ, որ այսօր ես ամբողջելի չեմ կարողանա ասել ձեզ, որովհետեւ Աստծո խոսքը շատ խորն է, շատ հետաքրքիր է, շատ զորավոր է, ամեն եւ նոր բաներ են բացվում Տիրոջ կողմից։ Մենք բոլորս գիտենք, որ աշխարհում տարբեր սերմեր կան։ Սերմ, ով է երբևէ ինչ-որ մի բան ցանել սերմի միջոցով։ Փառք Տիրոջը։ Այո, մենք առնչվում ենք։ Ես օրինակ կծու բիբար էի ցանել եւ աճեց, պտուղ տվեց, շատ լավ էր ու հետաքրքիրը գիտեք որն է։ Ինչպես եւ ի սկզբանե ես տեսել էի այդ բիբարը, հենց նույն ձևել աճել է։ Կարմիր բիբարի սերմեր, կարմիր բիբար աճեց եւ նույն կծվություն ուներ, նույն տեսք ուներ, ուրիշ ոչ մի բան։ Ինչ արեցի, երբ որ ես սերմը ցանեցի, ես ստեղծեցի իր համար հատուկ պայմաններ, հատուկ միջավայր, որպեսզի սերմը կարողանա ինչ անի պտուղ տա։ Հալելույա։ Եվ գիտեք, այդ տարբեր սերմերի մեջ ամեն մի սերմ իր հետաքրքիր մոտեցումը ունի։ Դու պետք է իմանաս որտեղ ցանես, դու պետք է իմանաս որ ժամանակաշրջանում ցանես եւ դու պետք է իմանաս նաեւ ինչ ձևով պիտի մշակես, որ այն ի վերջի վերջո իր արդյունքին հասնի եւ արդյունքը պտուղն է, սա պտուղը գիտեք սիրելիներս, այդ արդյունքն է, որին մենք սպասում ենք։ Եվ գիտեք, Աստծո խոսքը ասում է, որ կա մի սերմ, որը Աստված մեզ տվել է, եւ Աստծո ծառայողներ, Աստծո մարդիկ, Աստծո խոսքի միջոցով այդ սերմերը ցանում են մեր սրտերի մեջ։ Եվ այսօր մենք իրար հետ կնայենք սերմնացանի առակը եւ իրար հետ կուսումնասիրենք, թե տեսնենք ինչ կարեւոր բաներ կա, որ Աստված ուզում է մեզ հետ այսօր խոսի։ Ամեն։ Գիտեք, Հիսուսը այս եզակի առակներից մեկն է, սերմնացանի առակը, որը հենց ինքը անձամբ մեկնեց։ Այսօր ոչ թե մեկնելու ենք սերմնացանի առակ, այլ սերմնացանի առակի մեջ թաքնված գաղտնիքների մասին ենք խոսելու, սիրելիներս, որտեղ Հիսուսը արդեն մեկնել է այդ առակը։ Եվ Մարկոս 4:13-ում աշակերտներին այսպիսի մի բան է ասում, Մարկոս 4:13, ասում է. «Եվ նրանց ասեց. դուք չգիտեք այս առակը, եւ ինչպես ամեն առակները կգիտենաք»։ Որովհետև երբ որ Հիսուսը պատմեց առակ, աշակերտները եկան ասին Հիսուս ջան, ես ինչ ասեցիր, մենք չհասկացանք, ես սենց առակներով խոսում։ Ու գիտեք, Հիսուսը ասում է, լսի, ասում է, եթե դուք այս առակը չգիտեք, ո՞նց կիմանաք մյուս առակները։ Հասկանում եք կարևորությունը սերմնացանի առակի։
Սա հիմնային մի առակ է, որի կարիքը մենք ունենք։ Ամեն, փառք Տիրոջը։ Եկեք իրար հետ կարդանք Մատթեոս 13-րդ գլխի 4-ից 8 խոսքերը, այնուհետև կասեմ, որ խոսքերն են կարդում։ Մատթեոս 13:4-ից 8։ Ահա սերմ ցանողը դուրս գնաց սերմ ցանելու, եւ նա սերմելիս մի քանիսը ճանապարհի մոտ ընկավ, եւ երկնքի թռչունները եկան եւ կերան նրանց։ Եվ ուրիշները ընկան քարքարու տեղ, ուր շատ հող չկար, եւ շուտով բուսան, խոր հող չունենալու պատճառով։ Բայց երբ որ արեգակը ծագեց, տաքացավ, եւ որովհետեւ արմատ չունեին, չորացան։ Եվ ուրիշները ընկան փշերի մեջ, եւ փշերը դուրս եկան եւ խեղդեցին նրանց։ Եվ ուրիշները ընկան բարի երկրի վրա, եւ պտուղ էին տալիս, որը 100, եւ որը 60, եւ որը 30։ Այնուհետև աշակերտները մոտենում են Հիսուսին եւ ասում են, որ մենք չհասկացանք, ու Հիսուսը բացում է առակը եւ ցույց է տալիս ինչի մասին է խոսում, որը գրված է նույն գլխի 19-ից 23 խոսքերում։ Ես կարդամ 19-ից, այն ամենից, որ արքայության խոսքը լսում է եւ չի իմանում, գալիս է չարը եւ հափշտակում նրա սրտի մեջ սերմածը։ Սա է ճանապարհի մոտ ընկածը։ Եվ քարքարու տեղը սերմածը նա է, որ խոսքը լսելի շուտով ուրախությունով ընդունում է նրան, բայց արմատ չունի իր մեջ, այլ ժամանակավոր է, եւ երբ որ նեղություն կամ հալածանք են լինում այն խոսքի համար, շուտով գայթակղվում է։ Եվ փշերի մեջ սերմածը նա է, որ խոսքը լսում է, եւ այս աշխարհի հոգսերը եւ հարստության խաբեությունը խեղդում են այն խոսքը եւ անպտուղ է լինում։ Բայց բարի երկրումը սերմածը նա է, որ խոսքը լսում է եւ իմանում, որ եւ պտուղ է տալիս, որը 100 եւ որը 60 եւ որը 30։ Հալելույա։ Գիտեք, առակը մեզ ցույց է տալիս սրտի 4 տեսակ։ Այն ճանապարհի մոտ ընկածը, այն քարքարու տեղ ընկածը, այն փշերի մեջ եւ բարի երկրում։ Սրանք սրտի 4 վիճակներ են, որ կարան եւ աշխարհի մարդկանց հանդիպեն, առաջինը գոնե հաստատ։ Եվ նաեւ կարան մեզ քրիստոնյաներից վերաբերվեն։ Ինչ որ կերպով մենք կարանք դրանց մեջ լինենք կամ չլինենք։ Մատթեոսը սերմը կոչում է արքայության խոսք։ Ինչ զորավոր է հնչում, արքայության խոսք։ Դա ինձ շատ է դուր գալիս։ Մենք դրա մասին խոսենք։ Մարկոսը կոչում է սերմը հենց խոսք։ Ասում է, որ այդ սերմը խոսք է։ Ղուկասը ասում է, որ դա Աստծո խոսքն է։ Ամեն։ Որովհետև այս 3 ավետարաններում սերմնացանի առակը գրված է։ Սերմնացանն էլ Աստծո ծառան է, սիրելիներ։ Առակի հիմնական ուղերձը կայանում է նրանում, թե մենք ինչ ձև ենք վերաբերվում Աստծո խոսքին։ Երբ որ լսում ենք Աստծո խոսքը, ինչ մոտեցում ու ինչ ուշադրությամբ ենք մենք լսում Աստծո խոսքը, սիրելիներ։ Սրանից շատ բան է կախված։ Առաջին տեսակի մասին եկեք խոսենք, հա։ Մատթեոս 13, 4-րդ խոսք եւ 19-րդ խոսք։ Ասում է, ահա սերմ ցանողը դուրս գնաց սերմ ցանելու, եւ նա սերմելիս մի քանիսը ճանապարհի մոտ ընկավ եւ երկնքի թռչունները եկան եւ կերան նրան։ Այն ամենից, որ արքայության խոսքը լսում է եւ չի իմանում, գալիս է չարը եւ հափշտակում նրա սրտի մեջ սերմածը, սա է ճանապարհի մոտ սերմածը։ Մարկոսի ավետարանում գրված է ճանապարհի վրա։ Սերմը ընկավ ճանապարհի վրա, խոսքը ընկավ ճանապարհի վրա։ Գիտեք, մենք բոլորս վստահ եմ, քայլում ենք ճանապարհների վրայով, եւ եթե դու դաշտում եղել ես գոնե մեկ անգամ, ու քեզ հանդիպել է արահետ դաշտի մեջ, դա այն վայրն է, որտեղով մարդիկ հիմնականում քայլում են, գնում են ու գալիս են, գնում են, գալիս են։ Եթե դու ուշադրություն դարձնես, կհիշես, որ այդտեղ խոտը շատ սակավ է, բուսականություն համարյա չկա, որովհետև ոտքի տակ տրորված է։ Եթե դու ուշադրություն դարձնես, կհասկանաս, որ այդտեղ ավելի կարծր է, քան այն մյուս տեղերում, սիրելիներ։ Գիտեք ինչի մասին է սա խոսում։ Սա խոսում է, որ կան մարդիկ ու կան մարդկանց տեսակներ,
որ կարող է նաև հենց մեր կյանքում էլ դա լինի, որ կան ինչ-որ կարծրություններ, ինչ-որ համոզմունքներ։ Գիտես, մարդ կա հետը, որ խոսում ես, իրան հետաքրքիր է մենակ իր կարծիքը։ Ասում է, չէ, սենց է ու վերջ։ Ինքը մեծ սիրով ու ոգևորվածությամբ խոսա իր կարծիքից, բայց որ դու հանկարծ ուզում ես մի բան ասես, դից հատուկ ուշադրություն չել դարձնում քո ասածին, որտեվ իրան հետաքրքիր է իր կարծիքը։ Գիտեք, երբ որ մենք ունենում ենք կարծրատիպեր, երբ որ մենք ունենում ենք ամրոցներ մեր մտածելակերպի մեջ, մեր սրտի մեջ, Աստծո խոսքը գալիս է, ընկնում, բայց ոչ մի ազդեցություն չկա։ Ինչու՞։ Որտեվ ընդ է պինդ է։ Գիտեք, այտենց մարդիկ պատրաստ են ամեն ինչ մտածեն, արդարանան, որ մերժեն Աստծո խոսքը։ Երբևէ քո կյանքում եղել է, իմ կյանքում եղել է։ Պական խոսքեր կարդում ես, ու ոնց որ չկարողանաս արձագանքես։ Բայց ես ուզում եմ մի բան ասեմ, որ դա իմ եւ քո ընտրությունն է։ Ես ուզում եմ, որ ես ու դու հստակ իմանանք, դա ընտրություն է, սիրելիներս։ Աստված չի մարդու սիրտը կարծրացրել։ Աստված չի մարդուն այդպիսին արարել։ Դա իմ ու քո ընտրությունն է։ Այո, կան այդպիսի ներողություն եմ խնդրում։ Այո, կան այդպիսի մարդիկ, սիրելիներ, որ կարծրացած են, իրենց կարծիքն է։ Օրինակ ասենք, մարդու հետ խոսում ես, եթե տարիքով մարդ է, նամանավանդ, հասակով մարդ է, ասում է, ես այդքան կյանքի փորձ ունեմ։ Տես կյանքի փորձը իր համար ինչ-որ լավ կարևոր բանի դուռ է փակում։ Մենք խոսում ենք Աստծո խոսքից։ Մենք չենք ասում, որ գնում ենք մարդկանց հետ, գիտեք, խոսում ենք Դոնալդ Թրամփն ուժեղ թե Պուտինը։ Գիտեք, մենք մարդկանց հետ չենք գնում այդ բաները համոզելու, էլի։ Մենք մարդկանց հետ խոսում ենք Աստծո խոսքը եւ մեր հետ խոսում են Աստծո խոսքը։ Աստծո խոսքը այստեղ գրված է։ Մատթեոս ասում է արքայության խոսքը։ Հիշում եք ինչ սովորեցրեց Հիսուսը։ Հիսուսը սովորեցրեց, ասեց սկզբից խնդրեք Աստծո արքայությունը եւ արդարությունը, մնացած բաները ձեզ կտրվեն։ Գիտես, Աստծո արքայության մեջ կա զորություն։ Աստծո արքայության մեջ կա կարողություն, Աստծո արքայության մեջ կա հնարավորություն քեզ փոխելու, քո իրավիճակները փոխելու, քո շուրջը փոխելու, մարդկանց փրկելու։ Ու դա տեղի ունենում, երբ որ մենք այդ արքայության խոսքը հռչակում ենք։ Երբ որ մենք այդ արքայության խոսքը լսում ենք եւ ընդունում ենք, ոչ թե ուղղակի հրաժարվում։ Գիտեք ինչ ասում Առակաց 3:5-ը, ասում է Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը եւ քո հասկացողությանը մի վստահիր։ Երբ որ մենք լսում ենք Աստծո խոսքը, ասում ենք հա բայց, չէ, դա անհնար է։ Երբ որ մենք լսում ենք Աստծո խոսքը, դա չի կարող պատահել իմ կյանքում։ Գիտեք, երբ որ մենք լսում ենք Աստծո խոսքը, ես սա ասում եմ օրինակի համար, հա, սիրելի երիտասարդ քույրիկներ ջան, երբ որ մենք լսում ենք Աստծո խոսքը, որ լավ է, որ լույսը լույսի հետ ամուսնանա, եւ ինչ գործ ունի լույսը խավարի հետ, ասում ենք, չէ, ոնց որ շուրա իմ լույսը չկա, բայց հենա, բայց ընդ մի հատ տղա կա, ես իր համար կաղոթեմ ինքը կփոխվի կապաշխարի։ Բայց չես ասում, չէ, ես իր համար կաղոթեմ կփոխվի կապաշխարի նոր կամուսնանամ։ Այտենց չես ասում, չէ, ասում ես սպասի ամուսնանամ, պատրաստ ես այդ գինը վճարելու։ Ես էսի էլ եմ ասում, օրինակի համար եմ ասում։ Գիտեք, ու շատ անգամ մենք ընտրում ենք այն, ինչը որ մեր հասկացողությամբ է, մեր ուզածով է, բայց ցավոք սրտի վերջում, երբ որ ընտրում վերջացնում ենք, շատ ցավ ենք քաշում, շատ դժվարություն ենք քաշում, շատ օտար երևույթներ են ակտիվանում։ Հետո մենք մտածում ենք ինչու։ Սիրելիս, եթե ես ու դու Աստծո խոսքը մերժում ենք, ինչ որ ձևով, կապ չունի իր ձևով, մենք վտանգի մեջ ենք։ Լավա որ ես ու դու ընդունենք Աստծո խոսքը, որտեվ Աստված երբեք չի սխալվում։
Որտեվ Աստված ճշմարիտ, Աստված ամեն բան գիտի։ Օրինակ վստահ եմ, եթե Ալբերտ Էյնշտեյնը ինձ իմ դիմաց կանգնած լինի, ու ես նրա հետ վիճեմ ֆիզիկայի օրենքներից, վստահ եմ, մի րոպե ես չեմ դիմանա։ Ինչու, որտեվ ես իմ մեջ հասկանում եմ ով է ինքը, ես գիտեմ ով է իմ դիմացը կանգնած։ Ես գիտեմ, որ ինքը հսկա է։ Խելքի տոպրակ։ Իհարկե հավատում եմ, որ ամեն գիտություն Աստված տալիս է։ Բայց սիրելիներ, ես ուզում եմ ասեմ, երբ որ մենք կանգնում ենք Աստծո առաջ, երբ որ մենք լսում ենք Աստծո խոսքը, ինչու չենք կարողանում նույն պարզությամբ, նույն հեշտությամբ, ասենք Տեր, ես հանձնվում եմ, ես հրաժարվում եմ իմ հասկացողությունից։ Օրինակ եմ ասում, Աստծո խոսքը ասում է, ուրախ եղիր, բայց մենք երբեմն սիրելիներ, կամ հաճախ, կամ ավելի քիչ տխուր ենք լինում։ Նայում ենք մեր իրավիճակին, բայց ոչ թե Աստծո խոսքին։ Ուրեմն սիրելիներս, եզրահանգումը առաջին սրտի լսում է եւ չի իմանում։ Կարևոր է թե ինչ ձևով ենք մենք լսում։ Կարևոր է թե ինչ ձևով ենք մենք լսում։ Արքայության խոսքը մեզ տրված հնարավորությունն է, որի հետ մենք ինքներս ենք որոշում ինչպես վարվել։ Ասա ես եմ որոշում։ Ասա։ Գիտես, վերցրու այդ պատասխանատվությունը քեզ վրա։ Հա, իրոք վերցրու այդ պատասխանատվությունը քեզ վրա, ուրիշի վրա չդնես, խնդրում եմ։ Աստծո վրա էլ չդնես։ Հենց դու ես որոշում ինչ ձևով կընդունես իր խոսքը, ինչ ձևով կվերաբերվես իր խոսքին։ Աստված իր խոսքի հետևը կանգնած է։ Ու դա մի անգամ ցույց չի տվել, ինքը շատ անգամներ ցույց է տվել եւ իր խոսքում, եւ մեր կյանքում, եւ պատմության մեջ, եւ ելի ցույց կտա, որտեվ ինքը կանգնած է, որ իր խոսքերը կատարվեն։ Ամեն։ Չլինենք կարծրացած ու փակ, այլ լինենք բաց, սիրելիներ։ Երկրորդ տեսակը Մատթեոս 13-րդ գլխի 5-20-21 խոսքերում է։ Եվ ուրիշները ընկան քարքարուտ տեղ, ուր շատ հող չկար, եւ շուտով բուսան խոր հող չունենալու պատճառով, եւ քարքարուտ տեղը սերմածը նա է, որ խոսքը լսելի շուտով ուրախությունով ընդունում է նրան, բայց արմատ չունի իր մեջ, այլ ժամանակավոր է, եւ երբ որ նեղություն կամ հալածանք են լինում այն խոսքի համար, շուտով գայթակղվում է։ Մարկոս ասում է, արևը ծագեց եւ չորացրեց, քանի որ արմատ չուներ։ Հետաքրքիր է, չէ՞, այն ինչը որ բույսի համար պետք է արևը, այս դեպքում իրան չորացնում է։ Գիտեք, երբեմն դժվարությունները մեզի պետք են, որ մենք աճենք, բայց երբ որ մենք արմատ չենք ունենում, սիրելիներս, մենք չորանում ենք, մենք հանգում ենք, մենք կանգնում ենք։ Մարկոս 4:6 ասում է, եւ երբ որ արեգա կծակեց, տաքացավ եւ արմատ չունենալու համար չորացավ։ Այստեղ շատ հետաքրքիր արտահայտություն է անում Հիսուսը։ Ասում է, որ շատ հող չկար, շուտով բուսավ եւ ուրախությունով ընդունեց։ Կան դեպքեր, կան մարդկանց տեսակներ, որ երբ որ Աստծո խոսքը խոսում ես, ասում ես, վայ, լավ է, վաու։ Շատ շուտ բացվում են, շատ արագ բացվում են։ Այսպես շատ մեծ ուրախությամբ ընդունում են, չէ՞ որ Աստծո արքայության խոսքը ուրախության մասին է, խաղաղության մասին է, արդարության մասին է, սիրո մասին է, ոնց Հիսուսը մեզ փրկեց, ոնց Հիսուսը մեզ գտավ, ոնց Հիսուսը մեզ մենակ չթողեց։ Սենց բաների հետ շատ արագ մարդիկ համաձայնվում են, ասում են, ոյ, ինչ լավ մարդիկ են այս հավատացյալները։ Իրոնց հետ նենց հաճելի է։ Հա՞, եղել է տենց մարդ քո կյանքում։ Շատ լավն են, այ ճիշտ խոսքեր ես ասում։ Գիտես, իրանք քո հետ համաձայն են։ Իրանք անգամ կարող է։ Իհարկե, սիրելիներս, ես ճիշտ է հիմա եմ ասում, բայց ի սկզբանե ասեմ, որ ես խոսում եմ, ոչ մեկին չենք դատում։ Ամեն։ Սա Աստծո խոսքն է, որից մենք խրատներ ենք վերցնում, սիրելիներս։ Ու ես կարամ մի քիչ բաներ օգտագործեմ իմ խոսքի մեջ, էմոցիաներ, բաներ, որ խոսքը ավելի լավ տեղ հասնի։ Էնպես որ խնդրում եմ, հանկարծ չմտածես, որ ինչ-որ մեկին դատում ենք, անկեղծ, որտեվ ես ասում եմ, որ հնարավոր է, որ ես եւ դու ինչ-որ մի բան անգամ հայտնվենք այդ իրավիճակների մեջ։ Ինչ-որ խոսք, մենք ուրախությամբ ընդունում ենք։ Բայց հանկարծ գիտեք, սիրելիներ, արևը ծագում է, դժվարությունը գալիս է, հալածանքը, խոսքն ասում է, որ հալածանք է բարձրանում,
խոսքի դեմ։ Ուշադրություն դարձրեք, որ պատերազմը, կռիվը խոսքի դեմ է, ոչ թե իմ ու քո դեմ։ Որտեվ մենք թշնամու համար, սատանայի համար, դες վախենալու սարսափելի մարդիկ չենք, եթե կպած չենք Աստծո խոսքին։ Մենք տենց դժվար հաղթահարելի ժողովուրդ չենք, եթե մենք կպած չենք Հիսուսին։ Հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Սա քեզ հետաքրքիր է, սիրելիս։ Փառք Տիրոջը, չտխրես։ Որտեվ շուտով գալիս ենք լավագույնին։ Ես գիտեմ, որ դու ուզում ես, որ դու պտղաբեր լինես։ Ես գիտեմ։ Եվ ես ու դու ինչ-որ տեղերում պտղաբեր եղել ենք, բայց առաջ չանցնեմ, սիրելիս։ Գիտեք, ես այս տեսակը կոչում եմ զգացմունքային քրիստոնեություն։ Երբ դեռ բանակ չէի գնացել, փոքր էի, պատանի երիտասարդ էի, ուզում էի դառնալ քանդակագործ, զինվորական, չգիտեմ ինչ ասես ուզում էի դառնալ, հետաքրքիր էլի սենց։ Ավելի փոքր ժամանակ Տիգրան Մեծ էի ուզում դառնալ։ Երբ որ դեռ մանկապարտեզի տարիքին էի։ Եվ երբ որ ինձ հարցնում էին, ասում էին, ով ես ուզում դառնաս, արդեն ջղայնացած էի պատասխան, որ չեք հասկանում, ասում Տիգրան Մեծ։ Բայց հասկացեք էլի։ Իհարկե, հասկանում եք, սիրելիներս, մենք մեծ ենք Հիսուսով։ Մենք առանց Հիսուսի մեծ չենք։ Որտեվ այնքան փխրուն է մարդկային կյանքը, այնքան կարճ է մարդկային կյանքը, այնքան ժամանակավոր է երկրի վրա։ Եվ գիտեք, տարբեր բաներ էի ուզում դառնայի։ Բանակից եկա ու Տերը հպվեց ինձ շատ զորավոր ձևով, ես զգում էի ոնց էր Աստված ինձ կանչում։ Իրոք վերապրում էի ես իմ սրտում, ոնց Աստված ուզում իր հետ հարաբերվեմ, իրան հետևեմ, իրան հասկանամ, իրան լսեմ։ Եվ ես տրվեցի այդ բաներին։ Ու գիտեք, մի օր ինչ աղոթք արեցի, ասացի Տեր, ես տարբեր բաներ եմ ուզել դառնամ, ամեն ինչ կիսատ է մնացել։ Բայց քրիստոնեությունը չպետք է կիսատ մնա իմ կյանքում։ Ես խնդրում եմ քեզ հետևյալը, որ մինչև վերջ ես ապրեմ քրիստոնեության մեջ։ Մինչև իմ կյանքի վերջ, հավատարիմ ձևով։ Ամեն, փառք Տիրոջը։ Գիտեք, մենք ունենք այս որոշման կարիքը։ Ես կոչում եմ այս երկրորդ տեսակին զգացմունքային քրիստոնյա։ Կարելի ասել ինչ-որ տեղ շնչավոր։ Երբ որ հավես է, երբ որ ուրախ է, երբ որ լավ է, գիտեք, մենք ներկա ենք լինում, բայց երբ որ գալիս է ինչ-որ հալածանք, երբ որ գալիս է ինչ-որ դժվարություն, ընտանիքի կողմից, բարեկամների կողմից, աշխատանքի վայրում, հասարակության կողմից, իդեպ ասեմ, բոլորը ուզում են մեզ քավության նոխազ դարձնել, դրա մասին ասեմ, որտեվ սատանան հրահրում է, որտեվ մենք մի ժողովուրդ ենք, որ ասում ենք, լսեք, դուք բժշկի կարիք ունեք, բոլորդ բժշկի կարիք ունեք, դուք Հիսուսի կարիքն ունեք, չէ իրանք ասում են, լսի, եթե դու մեր հետ ես, դու մեր կողը պտի կանգնես, մենք ասում ենք, մենք Հիսուսի հետ ենք, դու պտի գաս Հիսուսի մոտ, որ դու բժշկվես, ասում է, չէ, սպասի դու վտանգավոր ես, դու իմ հետ չես, կարող է գնաս իմ թշնամու հետ միանաս, սպասի գլխից սարքեմ, աշխարհի վերաբերմունքն է սենց, ես կոչում եմ ինձ եմ ասում, եթե կուզես վերցրու, անճոռնի ճուտիկ, տեսել ես ֆիլմը, մուլտֆիլմը ավելի ճիշտ, անճոռնի ճուտիկ, մենք մեր օնքականի մեջ չենք, բայց մենք իրան սիրում ենք իրականում, սիրելիներ, մենք բոլորին սիրում ենք, մենք սիրում ենք մարդկանց, մենք ուզում ենք, որ մարդիկ փրկվեն, և գիտեք, երբ որ խոսքը գալիս է, մենք ուրախությամբ ընդունում ենք, բայց երբ արմատ չենք գցում, ինչ է նշանակում արմատ գցել, նշանակում է հնազանդվել խոսքին, նշանակում է փնտրել Հիսուսին, Տեր, ով ես դու, ես ուզում եմ քեզ ճանաչել, նշանակում է անձնական հարաբերություններ ունենալ այդ խոսքի հեղինակի հետ, նշանակում է անձամբ աշխատել ու ջանք անել այդ խոսքը կյանքի վերածելու, պտուղ ունենալու, ահա թե ինչ է նշանակում, մենք սիրելիներս, գիտեք, չպետք է հետևենք զգացմունքին, որտև զգացմունքը շատ հաճախ խաբուսիկ է լինում, զգացմունքը կարա ինձ ու քեզ խաբի ու տանի մի տեղ, որտեղ որ ընդհանրապես պետք չէր ես ու դու հայտնվեինք, այլ դրա փոխարենը ես ու դու պիտի որոշման մարդիկ լինենք, գիտես կարող է մի առավոտ արթնանաս ու հավես չունենաս աղոթելու, բայց Աստծո խոսքը ասում է անդադար աղոթեք, եթե դու նայես քո զգացմունքին դու չես աղոթի, կասես հալավ դες մի օր ինչ կլինի, սիրելիս Աստված պահում է, այս չի պահում հասկանում ես, բայց 1, 2, 3, 4,
5-6 ու սատանան քեզ հետ կպահի աղոթքի կյանքից ու դու չես էլ հասկանա ոնց հասար այնտեղ որտեղ որ կաս։ Ու աղոթքի կյանք այլևս քեզ չի հետաքրքրի։ Եթե դու տրվես քո զգացմունքներին, աղոթքի հետ կապված էլ զգացմունքներով կշարժվես, չգիտեմ, խոսքը կատարելու հետ կապված էլ զգացմունքներով կշարժվես, եկեղեցի գալու հետ կապված էլ զգացմունքներով կշարժվես, կասես այսօր ես հավես չունեմ, այսօր ես ինձ լավ չեմ զգում, այսօր ես տկար եմ եւ թույլ եմ, բայց գիտեք կան բաներ, որոնք պետք չի հետաձգել անելու համար, դա Աստծո խոսքն է։ Երբեք պետք չի հետաձգել Աստծո խոսքը անելու։ Մենք պետք է արագ լինենք։ Այո, ես ասում եմ, մենք պետք է արագ լինենք, սիրելիներս։ Եվ արմատ գցենք, եւ հաստատվենք, որ երբ որ հալածանքն ու նեղությունը գա, մենք կանգնած լինենք։ Ոչ թե տրվենք սթրեսի զգացողությանը, հիասթափության զգացողությանը, ընկճվածությանը, հուսահատությանը, վախին, հոգնածությանը։ Գիտեք, սրանք բոլորը նեղություններ են, որ կարան գան։ Բայց ես ու դու զորություն ունենք հակառակվելու։ Խի, որտեղ մեր սրտում սերմ կա, հասկանում եք։ Աստված հետաքրքիր է, ասում է, իմ արքայությունը փոքր սերմի պես է։ Ցանում եմ ու դառնում է մեծ ծառ։ Մեծանում, աճում է։ Այսինքն զորություն ունի ինքը իր մեջ։ Բայց երբ որ ես ու դու ունենք պարարտ ու բերի հող, Հալելույա, փառք Տիրոջը։ Արմատ չունի եւ ժամանակավոր է։ Սա երկրորդ տեսակի հողի մասին է եւ զգացմունքային քրիստոնեությունը ժամանակավոր է։ Ես եւ դու պետք է որոշման մարդիկ լինենք։ Արմատ չունի եւ ժամանակավոր է։ Զգացմունքային քրիստոնեությունը ժամանակավոր է։ Ես եւ դու պետք է որոշման քրիստոնյաներ լինենք։ Որոշման։ Ամեն։ Հաջորդ տեսակը երրորդ տեսակն է, որ Մատթեոս 13-ի 7-22 խոսքերում ասում է եւ ուրիշներն ընկան փշերի մեջ եւ փշերը դուրս եկան եւ խեղդեցին նրանց։ Եվ փշերի մեջ սերմածը նա է, որ խոսքը լսում է եւ այս աշխարհի հոգսեր եւ հարստության խաբեությունը խեղդում են այն խոսքը եւ անպտուղ է լինում։ Խեղդում են խոսքը եւ անպտուղ է լինում։ Շատերս այս կռվի մեջ ենք, ավելի հաճախ երևի, քան թե այն մյուս երկուսի մեջ։ Մենք ընդունում ենք խոսքը, լսում ենք խոսքը, եւ հունարեն այդ լսել բառը, սիրելիներ, թարգմանվում է ինչպես հնազանդվել։ Դա ուղղակի պարապ լսել չի։ Աստված նկատի ունի, որ երբ որ այդ մարդը լսում է խոսքը, նա նաեւ հնազանդվում է։ Բայց գիտեք, այս տեսակի մեջ ցավոք այդպես էլ այս աշխարհի գայթակղությունը չի զիջում ավետարանի խոսքին։ Այս աշխարհի մեջի եղածը չի զիջում երկնքի մեջի եղածին։ Այս աշխարհի առաջարկածը չի զիջում Աստծո առաջարկածին։ Ասում է հոգսեր եւ հարստության խաբեություն։ Գիտեք, Աստծո խոսքը ասում է հոգսը տուր ինձ, հոգսը տալ Աստծուն, գիտեք ինչ է նշանակում։ Նշանակում է, որ դու ել չես որոշում ինչ պիտի լինի այդ իրավիճակի հետ։ Աստված է որոշում։ Դու ել չես անհանգստանում, թե բա ոնց կլինի, որտեվ դու տվել ես Աստծուն։ Դա Աստծուն է պատկանում։ Գիտեք, հոգսը պետք է գցենք Աստծո վրա։ Այո, մենք շատ ենք լսել դրա մասին։ Բայց երբ որ ես ու դու հոգսը չենք գցում Աստծո վրա, այդ սերմը երբ որ աճում է մեր սրտերում, այդ հոգսերը փշերի պես գալի ու խեղդում են։ Գիտեք, մենք ասում ենք, մենք մեզ թույլ ենք տալիս, ասենք, դե Աստծո խոսքը չի գործում։ Դե էսի երևի սխալ եկեղեցի է։ Դե երևի ես խոսքը ինձի սխալ եմ բացատրում։ Հասկանում եք ինչի մասին եմ խոսքում։ Սա շատ վտանգավոր բան է։ Փշերը դրանք հասարակ սովորական բան չեն։ Երբ որ մենք օրինակ մի հասարակ կարտոֆիլ ենք ցանում, ժամանակին գնում ենք իր կողքի մոլախոտերը հավաքելու։ Որտեվ եթե չհավաքեն կճնշեն սերմին, կճնշեն պտուղը, կխեղդեն։ Ուշադրություն դարձրեք, նորից կռիվը խոսքի դեմ է, ցանված խոսքի դեմ։ Եթե դու հակառակություն ես զգում, սիրելիս, իմացիր այդ հակառակությունը որտեղից է։ Դա խոսքից է։
Խոսքի պատճառով այսինքն սատանան շատ լավ գիտի խոսքի զորությունը, որտեվ Հիսուսը ասեց, մարդ միայն հացով չի ապրում, այլ Աստծո բերանից դուրս եկած ամեն խոսքով։ Աստծո բերանից դուրս եկած ամեն խոսքով։ Գիտես, օրինակ աշխարհի մարդիկ էլ չեն հասկանում, երբ որ ասում ես ես ծառայություն ունեմ, ես ինչ որ գործ ունեմ, աշխատանքիդ վայրում, ուզում ես գնաս էդի անես, քեզ ասում են, աշխատանքը։ Ասում ես, ես իմ աշխատանքը անում եմ այս չափաբաժնով։ Ես ուզում եմ ծառայեմ Աստծուն։ Ասում է, չէ, դու պիտի գումար աշխատես, բա ո՞նց ես ապրելու։ Գիտես, երբեմն տեսակներ կան, որ շատ դժվար է իր հայացքը, իր գլուխը ուղղակի թեքել։ Հասկանում ես, չի լինում։ Ասես թեքում ես նորից հետա գալիս։ Ու ինքը քո հետ ուզում է կոնֆլիկտ ունենա։ Բայց դե մենք խորագետ ենք, չէ՞։ Մենք գիտենք ոնց վարվենք, ոնց անենք, որ անգամ այդ կոնֆլիկտի մեջ իրան շահենք։ Ամեն։ Գիտես, եթե դու մի բան էլ ասեմ, քո կողքի եղած մարդու հոգսին գաս ու ձեռդ գցես ուսին ու ասես, ախպերս, մենք էլ ենք նույն օրի, վտանգը քո դուռն է, վտանգը քո մոտ է։ Եթե դու համաձայնվես, որ այո, բոլորս էլ, սաղ իս կյանքում էլ տենց է, դիմացայ, պտի դիմանանք, ախպեր, մի ձև պտի դիմանանք։ Գիտես, դու վտանգավոր վիճակում ես, փշերը կխեղտեն։ Ու խնդրում եմ քեզ, սիրելի քույրս եւ եղբայրս, որքան էլ դու տկար լինես, երբ որ քեզ հանդիպում է մի մարդ, կլինի հավատացյալ, թե թերահավատ, ու խոսում է իր խնդիրների մասին, խնդրում եմ անհավատության խոսք չփոխանցես իրան։ Ինչքան էլ դժվար իրավիճակի մեջ լինես, անհավատության ու ընկճվածության, հուսահատության խոսք չփոխանցես, որտև քո մեջ կա հավիտենական խոսքը, որի կարիքը մարդիկ ունեն։ Լսում ես։ Ամեն։ Լսում եք, ամեն, սիրելիներս, մենք չպետք է երբեք զիջենք այն ամեն ինչը որ գիտենք ճշմարիտ է։ Եվ գիտեք, խեմ ասում դա, որ մենք մեկս մյուսի կողքը կանգնած լինենք։ Որտև երբ որ իմ եղբայրը գալիս է ինձ հետ կիսվում է ու ինքը դժվարության մեջ է, ես չեմ ուզում իրա կիսվածին մի գեղեցիկ շվիով այսպես նվագեմ, որ ասեմ, հա, ճիշտ ես բան։ Ավելի լավ է ես իմ եղբոր հետ այդ պահին չհամաձայնվեմ։ Ավելի լավ է կանգնեմ իրա կողքը, որքան էլ դա դժվար է ու զորացնեմ իրան։ Որտև երբ որ մարդը տարիներով խնդրի մեջ է ու չի կարողանում հաղթահարի ու դու նման մարդու ես հանդիպում, դժվար է սիրելիս մխիթարելը, հեշտ չի, բայց Աստված հույս ունի, բայց Աստված պատասխան ունի։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Գիտեք, մի սրտումս եկավ կիսվեմ։ Մի քույրիկ կար, իր ամուսնուն կորցրեց պատերազմի ժամանակ, երիտասարդ։ Ես եւ կինս հետը շփվում էինք, մտերիմ էինք։ Եվ գիտես, այնքան դժվար էր մխիթարելը, անկեղծ եմ ասում։ Հեշտ չէր։ Կորցրել է իր երիտասարդ ամուսնուն, ունի փոքր երեխա, մանկահասակ, եւ երիտասարդ աղջիկ մի ամբողջ կյանք դիմացը եւ իր կեսը չկա։ Եվ այլևս այդ չի վերադառնալու։ Եվ դժվար է նման ժամանակներ գտնել մխիթարության խոսք, Աստծո խոսք, որով որ դու կփորձես օգնել իրան։ Բայց շնորհակալ եմ Սուրբ Հոգուն, որ զորացնում է ամեն մեկիս։ Եվ գիտեք, մի օր մի այսպիսի բան ինձ ասեց։ Ասեցի, լսի, քույրիկս, ենթադրենք քո ամուսինը մահացել է մեր երկրի համար։ Դա քեզ մխիթարում է։ Ասեց, չէ։ Ասեցի, լավ, ենթադրենք քո ամուսինը մահացել է քո համար եւ քո երեխայի համար։ Դա քեզ մխիթարում է։ Ասեց, չէ։ Ասեցի, դե խնդրում եմ, մի փնտրի պատճառ, թե ինչի համար է մահացել։ Վստահ եղիր, որ երկնքի արքայությունում է, որտեվ Աստծո անունը կանչող մարդ էր, որտեվ մեր խմբակներ գալիս էր, որտեվ սիրտը Աստծուն նվիրել էր, ու ինքն էլ վկայությունն էր, որ իր ամուսինը երկնքում է։ Ու գիտես, ասեցի, մահվան հետ ոչ մեկ չի համակերպվում։ Տերն էլ չի համակերպվել։ Դրա համար է իր թշնամին է, որ խոցեց, հաղթեց, ճեղքեց, գերեզմանը պատրվեց։ Մահ ուր է քո խայթը։
Ահա Աստծո խոսքը սիրելիս, ես ու դուք բռնվենք Աստծո խոսքից, խոսանք մարդկանց հետ Աստծո խոսքը, մեր հետ ինքներս մեզ, խոսենք Աստծո խոսքը։ Խորհուրդ եմ քեզ տալիս, երբեմն ինքդ քեզ էլ ավետարանիր։ Ինքդ քեզ ավետարանիր, ասա, ով իմանց, Հիսուսը քեզ համար խաչվել է։ Հիսուսը քեզ համար գին է վճարել։ Նրա շնորհքով ես դու փրկված, դու ոչինչ չես կարող անել, որ նրա սիրուն արժանանաս կամ նրա սիրուց ընկնես։ Նա քեզ սիրում է։ Միայն թե սիրտը դարձրու նրան։ Միայն թե ուշքը դարձրու նրան։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Գիտես, այս մարդիկ այո լսում են, սիրելիներ։ Բայց ցավոք հարստության խաբեությունը երբեմն նրանց կողոպտում է։ Օրինակ Աստծո խոսքը դեմ չի հարստությանը, գիտեք։ Բայց վարքը ասում է թող առանց արծաթասիրության լինի։ Աստծո խոսքը ասում է, երբ որ դու նախ եւ առաջ փնտրես իմ արքայությունն ու արդարությունը, մնացած բաները կտրվեն։ Մենք երբեմն սխալվում ենք ստեղ։ Գիտեք ինչ ենք անում։ Մենք փնտրում ենք Աստծո արքայությունը, որ մնացած բաները մեզ տրվեն։ Չէ, սիրելիներս, դրա մասին չի ասում Հիսուսը։ Հիսուսը ասում է, ուղակի դու որ կենտրոնանաս իմ արքայության վրա, մնացած բաները քեզ կտրվեն։ Քո փնտրելիքը մնացած բաները չեն, որ երբ որ դու Աստծո արքայությունը փնտրում ես, դու չես փնտրում ինչ ուտես, ինչ խմես, ինչ հագնես։ Դու չես փնտրում Աստծո արքայությունը, որպեսզի քեզի սնունդ մատա կարվի կամ հագուստ։ Աստծո արքայությունը մենք փնտրում ենք, որպեսզի մարդկանց կապանքները կոտրվեն, որպեսզի մարդիկ բժշկվեն, որպեսզի փրկվեն, որպեսզի կոշկորները լուծվեն, կապանքները ընկնեն, նորոգություն գա, բժշկություն գա։ Իր արքայությունը է դա։ Իր արքայությունը է դա ու ինքը է դա ասում։ Ասում է, եթե դուք բժշկվում եք, ուրեմն Աստծո մատովն է, եթե Աստծո մատով, ապա արքայությունը ձեզ վրա է հասել։ Ամեն։ Արքայություն ուրախություն է, խաղաղություն է, արդարություն, որտեղ լուծումներ ունի իր մեջ։ Մենք փնտրում ենք Աստծո արքայությունը, որտեղ այն բարի է, այն զորավոր է։ Վստահ եմ, սիրելիներս, հասկանում եք ինչի մասին ենք խոսում։ Ամեն։ Եվ մենք պիտի փնտրենք այդ արքայությունը, ոչ թե հարստության, խաբեության ետևից գնանք։ Իսկ արքայության խոսքը գիտեք ինչ է ասում։ Ասում է շատ չարչարվելը չի հարստացնում։ Այլ Աստծո օրհնությունը։ Սիրելի երիտասարդ, նորից քեզ եմ ասում օրինակի համար։ Դու ինչ ճանապարհ ես ընտրում։ Չարչարվես, որ հարստանաս, թե Աստծուն ապավինես ու իր օրհնության ապավինես ու Տերը քեզի կօրհնի։ Որ ճանապարհն ես ընտրում։ Կա երկու տարբերակ։ Առաջինը Աստծո խոսքն առաջարկում։ Երկրորդը աշխարհն է սովորական ձևը։ Ես ու դու ենք ընտրում ինչ ձևի մեջ գնանք։ Ես եւ դու։ Պատկերացնում եք։ Փաստորեն ես եւ դու ենք ընտրում։ Եվ ես հավատում եմ, որ դու ընտրելու ես հավատքի կյանքը։ Ամեն։ Որոշում կայացրու, որ հավատքի կյանք ընտրես, որ Աստծո հետ լինես, հարուստ լինես, աղքատ լինես, լավ լինի, վատ լինի, սով լինի, կշտություն լինի, ինչ լինի, Աստծո հետ լինես։ Աստծո հետ լինես, որտեղ վերջի վերջո նա է հավիտենական։ Ամեն։ Առաջին Հովհաննես 2:15-17-ում դա էլ ասվում, ասում մի սիրեք այս աշխարհքը, ոչ էլ այն, որ աշխարհքի մեջ է։ Որտեվ ասում այն ինչ որ կա, դա ժամանակավոր է։ Բայց իմ խոսքը անողը հավիտենական է։ Մնում է։ Մի բան անում, որ մնում է հավիտյան։ Աստծո խոսքն ասում է մի դիզեք երկրի վրա գանձեր։ Ամբողջ հարցը, գիտեք, նպատակն է, նպատակ, ինչի համար ես դու ուզում հարուստ լինել, ինչի համար ես դու ուզում շատ գումար ունենալ, կոմֆորտի չես ստանալու, գիտես խի, որտեվ կոմֆորտ մեքենա ունենաս, աշկդ մի հատ ուրիշ մեքենայի վրա է գնալու, դե նստելու ես այդ աթոռին մեքենայի ու վարես հանկարծ մի հատ տզոց լսես, մի հատ բզոց, մի հատ վայ բանը, ոնց որ ստեղ հարմար չի, բայց այն ավտոն ինչ գեղեցիկ է գնում, բայց այն ավտոն ավելի սիրուն է, բայց դու երազում էիր նրա մասին, որի մեջ հիմա նստած ես, բայց չէ, քո աչքը գնացել է ուրիշ բանի վրա, քո միտքը այստեղ է, խնդրում եմ հետևիր ինձ, ուշադիր եղեք սիրելիներս, ուշադիր եղեք, որ Տերը գործի մեր սրտերում, հարստության խաբեությունը, փաստորեն հարստության մեջ կա խաբեություն, և մենք պիտի, գիտեք որն է այդ խաբեությունը,
որ աննպատակ ենք ուզում հարստանանք։ Մի ուզի, աննպատակ մի ուզի, նպատակ ունեցի, լավ բաների նպատակ ունեցի։ Ես մի հատ գաղտնիք էլ ասեմ, երկրի վրա սիրելիներս վերջնական կոմֆորտ չի լինելու, որտեվ ապականված է, որտեվ այն ոնց որ Աստված մեզ ստեղծեց, ինչ միջավայրում որ ստեղծեց, հիմա մենք այդ միջավայրում չենք։ Դրախտի մեջ չէ մեզ Աստված ստեղծել, բայց մենք դրախտի մեջ չենք։ Այդ դրա համար է այսօր մարդկությունը անվերջ ձգտում նոր պրոգրեսի, նոր բանի, Իրանեսի հարմար չի, այն հինը հարմար չի, չէ, սպասի նոր հարմարավետություն ստեղծենք, այն նոր աթոռ է պետք մեզ նոր բնակարան է պետք, մեզ բնակարանն էլ քարից պետք չի, սենց է պետք, նենց է պետք։ Հասկանում եք, մենք անվերջ կոմֆորտի ենք ձգտում, բայց չենք ունենալու այդ երկրի վրա, սիրելիներ, որտև մի բան կա, որ պակասում է մեզ, Աստծո ստեղծած այդ միջավայրը։ Մի հատ հարց եմ էլի։ Դու գիտես, որ երկնքում բնակարան ունենք։ Ով գիտի։ Հալելույա։ Իսկ վերջին անգամ երբ ես սրտանց ուրախացել, որ այդ բնակարան ունես։ Երբ ենք մենք ուրախացել, որ Տեր ինչ լավ հավիտենական բնակարան ունեմ։ Լսի, բայց անկեղծ խոսք եմ ասում, ուրախացի, այս երկրային բնակարանի հոգսը կընկնի վրիցդ։ Տերը մի բան կանի հանգիստ տեղի։ Բայց եկեք ուրախանանք, չէ որ մենք չգիտենք որ պահին ենք լքելու երկիրը։ Ախր չգիտենք, մենք սենց մտածում ենք հավերժ ապրելու ենք երկրի վրա։ Ճիշտ է, ես երիտասարդ եմ, ես մտածում եմ ու հավատում եմ, ուզում եմ, Տերը ինչքան գործ ունի, թող այդքան շարունակվի։ Ու մենք բոլորս, Տերը ինչքան գործ ունի, ինչքան կկամենա, ինչքան կշարժվի մեր միջոցով։ Բայց չէ որ մենք այնտեղ բան ունենք։ Հասկանում եք, ասում եմ, երկրի վրա գանձեր մի դիզեք, երկնքում, որտեղ ժանգը չկա, ցեցը չկա, գողը չկա, ապականություն չկա, ժամանակավոր չի։ Կարում ենք կենտրոնանանք այդ բաների վրա, սիրելիներ։ Եթե չկենտրոնանանք, փշերը մեզ խեղտելու են, մեզ խաբելու են, ասելու են, լսի չես ասցնում կյանք հետևից, այ հետա մնաց, հետ ես մնացել, վազի հասի բան։ Շուտ արա, տենում ես սաղ ավտո են առե, բան մի բան դու էլ արա, մի հատ վերցու, մի հատ ավտո վերցու, շուտ մի հատ։ Պրոգրեսը լավ է, բայց նպատակով, Աստծո վրա կենտրոնացած, ամեն, զարգացումը լավ է, դա լրիվ աստվածային է, հրյաններն էլ զարգացան, վրաներից դուրս եկան ուրիշ բնակարանների մեջ մտան։ Մենք ևս պիտի զարգանանք, պիտի առաջ խաղացում ունենանք մեր ընթացքի մեջ, մեր ուսման մեջ, մեր աշխատանքի մեջ, բայց ընդհանուր նպատակը արքայությունն է, սիրելիներս, որտև մեր մեջ սերմվածը Մատթեոս ասում է, որ արքայության խոսքն է։ Արքայության խոսքն է, ու ինչքան է ինձ դուր գալիս, որ արքայության խոսքն է։ Գիտեք, չէ, որ Հիսուս այդ արքայության թագավորն է, եւ խոսքն ասում է, որ երկիրը եւ նրա լիությունը քոնն է։ Վաու։ Երկիրը եւ նրա լիությունը։ Մենք հենց պատկերացրու, երկիրը ու իր մեջի լիությունը, Աստծունն է, Հիսուսինն է, մեր թագավորինն է։ Ում հետ ենք ուզում մենք համագործակցել։ Գիտեք, երկիրը սահմանափակ է, երկինքը անսահմանափակ է։ Եկեք ճիշտ մոտեցում ունենանք արքայության խոսքին։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Գիտեք, բոլոր կարիքների այս երրորդ տեսակի սրտի համար մի խոսք ասեմ ձեզ։ Բոլոր կարիքների եւ հոգսերի լուծման, լրացման համար Աստված պատասխան ունի։ Խոսք ունի եւ ես ու դու պետք է բռնվենք այս խոսքից։ Բոլոր կարիքների, ընտանիքումդ խաղաղություն չկա, Տերը պատասխան ունի։ Առողջության խնդիր ունես, Տերը պատասխան ունի։ Ֆինանսները չեն բավարարում, Տերը պատասխան ունի նորից։ Կարանք պարզ հավատանք։ Քեզ ոչ մի բան պետք չի, ուղղակի պարզ հավատք։ Մի հատ օրինակ բերեմ Աստծո խոսքից։ Ասում է արյան տերատեսությամբ տառապող կինը իր մեջ մտածեց, եթե միայն դիպչեմ իր հանդերձի ծայրին, ես կբժշկվեմ։ Ես հարց եմ տալիս, ինքս ինձ եւ այդ կնոջը, բայց դու խեր մտածում, որ կբժշկվես։
Այդ ինչ հիմքի վրա էր մտածում, որ դու կբժշկվես։ Ներողություն, եթե մի քիչ էլ չար մտածենք, դու ով ես, որ գնաս մի հատ էլ Հիսուսին կպնես, մի հատ էլ բժշկվես։ Այ մեղավոր, քեզ Հիսուսը խի պետք է բժշկի։ Չէ՞։ Այդ կինը մի հատ շատ պարզ հավատք ուներ։ Մի հատ կպնեմ կբժշկվեմ։ Որտեվ լսել էր Հիսուսը ինչ էր անում։ Հավատքը լսելուց է, լսելն էլ Աստծո խոսքից։ Որտեվ տեսել էր, լսել էր ինչ անում Հիսուսը։ Ու ինքը պարզ հավատացել էր, չէր ասել, գիտես ես Աստծո հետ հարաբերություններ չունեմ։ Գիտես ես Աստծո հետ վաղուց չեմ շփվել։ Շատ պարզ եկավ, ասեց, մի հատ կպնեմ կբժշկվեմ։ Ու արեց ինչ որ իր մտքին դրել էր։ Արդյունքը բժշկվեց։ Փառք Աստծուն։ Ամեն։ Փառք Տիրոջը 4-րդ տեսակը սիրելիներս, մեր սիրելի տեսակն է։ Ամեն։ Բոլորիս կողմից սիրելի եւ իրականում փափագելի, որին մենք ձգտում ենք, որի մեջ ապրում ենք ինչ որ չափով, հա, եւ կարիք ունենք էլի զարգանալու։ 4 տեսակի սիրտը, էդի պտղաբեր սիրտն է։ 13:8-23 խոսք ասում է. եւ ուրիշներն ընկան բարի երկրի վրա եւ պտուղ էին տալիս, որը 100 եւ որը 60 եւ որը 30, բայց բարի երկրում սերմածը նա է, որ խոսքը լսում է եւ իմանում, որ եւ պտուղ է տալիս, որը 100 եւ որը 60 եւ որը 30։ Ես կխնդրեմ նվագողը բարձրանա։ Սիրելիներ, գիտեք, Հիսուսը սկսում է վերևից ներքև ուշադրություն դարձրեք։ Այո, մյուս ավետարաններում ցածրից բարձրանում է վերև, բայց ես հատուկ եմ այս տեղը վերցրել, որ ես ու դու հասկանանք, որ Աստված լավագույն մտքերը ունի մեր մասին։ Աստված ուզում է ինձ եւ քեզ համար ապահովի լավագույն արդյունքը՝ 100-ապատիկ, 60-ապատիկ, 30-ապատիկ։ Ինչ է մեզանից պետք? Ջանք։ Լսել, հնազանդվել այսինքն, եւ իմանալ, վերապրել։ Երբ որ մենք լսում ենք, հնազանդվում ենք։ Երբ որ մենք հնազանդվում ենք, մենք վերապրում ենք, իմանում ենք խոսքը։ Մենք ճաշակում ենք խոսքը։ Մենք ասում ենք, այո, սա դատարկ չէր։ Ու գիտես, ինձ ու քեզ մի կարևոր բան է պետք, որ մեր ֆոկուսը պահենք ճիշտ ուղղության վրա։ Որ մեր ֆոկուսը պահենք ճիշտ ուղղության վրա։ Աշխարհի գանձերը չես ունենա, սիրելիս։ Ոչ մի մարդ չի ունեցել։ Ամբողջ գանձերին չես կարա տիրանաս։ Ամբողջ գանձերին չես կարա տիրանաս։ Ամենալավ մեքենան էլ չես կարա ունենաս, որտեվ մեկը կլինի, որ դրանից լավը կստեղծելի։ Ամենալավ շենքը չես կարա ունենաս, որտեվ էլի մեկը կլինի, որ դրանից լավը կստեղծի։ Չես կարա լավագույնները ունենաս։ Լավագույնը երկինքն է, սիրելիներս, որ մենք ունենք։ Լավագույնը Աստծո արքայությունն է, որ մենք ունենք։ Լավագույնը Տեր Հիսուս Քրիստոսն է, որ մենք ունենք։ Լավագույնը իր խաչն է, որ մենք ունենք։ Լավագույնը իր փառքն է, որ մենք ունենք։ Ամեն։ Ոչ թե երկրի վրայինները։ Մարկոս 4:23-ում, գիտեք ինչ է ասում Տեր Հիսուսը 23-24 խոսքում։ Երբ որ առակը մեկնում է, բացատրում է, վերջացնում է, Մարկոսի մեջ Հիսուսը շատ կարևոր բան է ասում։ Եթե մեկը լսելու ականջ ունի, թող լսի։ Եվ ասես նրանց. տեսեք, ինչ եք լսում։ Ինչ չափով որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի, եւ կավելանա ձեզ լսողներիդ։ Խոսքը մեզ սիրելիներս պաշտպանում է, բարձրացնում եւ օգնում։ Ինչ չափով որ դու չափես, ինչ ձևով որ ես լսեմ, ինչ ձևով ես Աստծո խոսքը լսում։ Խնդրում եմ, ինչ ձևով ես դու չափում։ Դե խոսք հայլի։ Գիտես մարդ կասում է, դե խոսք հայլի ասում են որ կառավար են։ Դե խոսք հայլի ասում են որ, չգիտեմ, սիրուն խոսքեր, մի գեղեցիկ բարոյական խոսքեր ասում են։ Չէ, սիրելիներ, սրանք հավիտենական խոսքեր են, որ տարբեր ժամանակների մեջ եւ մեր օրերում տարբեր զավակներ Աստծո վերցրել են, հավատացել են, վերապրել են, տեսել են, փոխվել են, հաղթել են ու դեռ կհաղթեն, քանի դեռ երկրի վրա կանք։ Ամեն, որտեվ խոսքը ունի իր մեջ զորություն, սերմը իր մեջ ունի զորություն։ Կստեղծես քո սրտում մի միջավայր, կստեղծես պայման խոսքի համար, որ այն աճի եւ պտուղ տա։ Կձգտես լավագույնին, թե կձգտես
30-ապատիկին, էլի իմ ու քո ընտրությունն է։ Բայց գիտես մի բան վստահ պետք է ունենանք, որ ես պիտի լինեմ պտղաբեր մարդ։ Որ ես պիտի լինեմ պտղաբեր մարդ, Աստծո խոսքը կատարող եւ Աստծո խոսքին լսող, Աստծո խոսքը հռչակով եւ Աստծո խոսքը տարածող, Աստծո խոսքի արդյունքը տեսնող, ես պիտի լինեմ պտղաբեր մարդ։ Ամեն։ Գիտես ինչի մեջ էլ որ կաս, արդեն կաս։ Ավելի լավ է ոչ թե ես ու դու նեղվենք, ավելի լավ է ես ու դու ոչ թե հիասթափվենք, վախենանք, այլ ավելի լավ է ես ու դու ասենք. Տեր, ինչ ասում քո խոսքը, ես կամ ինչի մեջ որ կամ, ես ուզում եմ քո խոսքից բռնվել, ես ուզում եմ քո խոսքի արդյունքը տեսնել, ես ուզում եմ քո խոսքի ազդեցությունը տեսնել, ես ուզում եմ քո խոսքի զորությունը տեսնել, ամեն, Աստծո խոսքը փոխում է մեր իրականությունը, եկեք կանգնենք սիրելիներ, կանգնենք և աղոթք անենք, հավատում եմ, որ սա քեզ շատ պետք էր, հավատում եմ, որ դու զորացած ես, հավատում եմ, որ դու լիցքավորված ես, լցված ես, բայց շատ կարևոր մի բան, որ այստեղ, հենց հիմա դու որոշում կայացրած գնաս, որոշում կայացրած, որ Տեր, քո խոսքը թագավորում է, ու դա իմ կյանքում պիտի թագավորի, ու դա իմ շուրջը պիտի թագավորի, ամեն, փառք Տիրոջը սիրելիներ, գիտեք, շատ զորավոր է, երբ որ դու տեսնում ես ծննդոցում, Տերը ինչ է հռչակում, թող լույս լինի, մարդուն ստեղծելուց առաջ պատկերացնում եք Աստված ինչ է հռչակում մարդու սկզբի ու ընթացքի ամբողջ կյանքի համար, լույս, և Հովհաննեսի մեջ գրված է, խավարը փորձեց զավթել լույսին, բայց չկարողացավ, ամեն, բայց չկարողացավ, խավարը կփորձի ինձ ու քեզ գրավել, խավարը կփորձի ինձ ու քեզ հաղթել, խավարը կփորձի, բայց չի հաջողվի, որովհետև Տեր ասել է թող լույս լինի, Հիսուսի անով, եկեք բռնվենք այդ լույսից սիրելիներս, եկեք համագործակցենք Աստծո խոսքի հետ, եկեք զորանանք Աստծո խոսքով, ոգևորվենք Աստծո խոսքով, ոչ թե ժամանակավոր, ոչ թե առժամանյակյա, ոչ թե զգացմունքային, այլ որոշումով սիրելիներս, ամեն, ամեն, հալելույա, թող Տերը մեզ օգնական լինի, եկեք աղոթենք, հալելույա, երկնային մեր Հայր, մենք շնորհակալ ենք քեզ քո զորավոր խոսքի համար Տեր, որ գրված է քո ավետարանում, եւ մենք Տեր իմ Աստված այսօր հռչակում ենք քո խոսքդ մեր կյանքերում, հռչակում ենք բժշկություն, հռչակում ենք ազատագրում, հռչակում ենք հաղթանակ ու ճեղքում, հռչակում ենք լույս Հիսուսի անով, ամեն իրավիճակների մեջ, որտեղ խավար կա, մենք հռչակում ենք փրկություն ամեն չփրկված վիճակների մեջ, մենք հռչակում ենք բժշկություն ու նորոգություն, Հիսուս Քրիստոսի անով Տեր, մենք գոհանում ենք քեզանից, ով մեր Հայր, եւ շնորհակալ ենք, որ դու մեզ հավիտենական խոսքն ես փոխանցել, եւ քո արքայության խոսքը, որը հաղթում է, ճեղքում է եւ փոխում ամեն բացասական, ամեն խավարը, ամեն չարից եկածը, Հիսուս, մենք հավատում ենք քեզ եւ մենք ասում ենք, որ որոշում ունենք, որ դու քո խոսքը մեր մեջ գործ ունեք եւ պիտի միջև վերջ իրականացվի։ Օրհնում ենք քո սուրբ անունը, Տեր։ Գոհանում ենք, որ այստեղ ամեն մեկին դու հավասարապես Տեր իմ Աստված խոսք ես բաշխել։ Գոհանում ենք, որ ամեն մեկին նույն հնարավորությունն ես տվել։ Թող յուրաքանչյուրը ըստ քո տվածի պտղաբեր լինի Հիսուսի զորավոր անունով։ Օրհնյալ լինի քո անունը մեր մեջ եւ մեր միջոցով։ Հալելույա։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ամեն։